Բարի առավոտ, ձեր ռադիոն թնիչ FM 106.5 հաճախության վրա է։ Խոսափողի մոտ աշխատում է Յանա Շախրամանյանը։ Այսօր ես եւ իմ գործընկերները ձեզ կներկայացնենք նոր նախագիծ։ Լրատվական ռադիոն շարունակում է իր ձեռքը պահել ռադիո լսողի զարկերակին։ Մեզ հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը։ Լրատվական ռադիոյի Facebook-յան էջում նյութը մեկնաբանել էր Facebook-ի օգտատեր մեջբերում եմ Խաչիկի մեկնաբանությունը։ Ժողովուրդ այսքան մի նեղվեք, Աստված մեծ է եւ սա առաջին քայլն է դեպի Ղարաբաղի եւ Հայաստանի միասին միամուր պետություն դառնալը։ Թող այս էշերն ուրախանան իրենց անասունով, որ շատ շուտ հենց առաջին գծում էշի պես սատկելու է ու երևի իմ ձեռքով։ Լրատվական ռադիոն կապ հաստատեց ռադիոլսող Խաչիկ Եղոյանի հետ։ Բարև ձեզ, Խաչիկի հետ եմ ես խոսում։ Ձեզ անհանգստացնում եմ լրատվական ռադիոից, անունս Յանա է։ Փորձում ենք կապ հաստատել մարդկանց հետ ու մեր նյութը հետաքրքրեց ու իրենք ինչ-որ մեկնաբանություն թողեցին նյութի տակ։ Հիմա դուք այդ մարդկանցից մեկն եք, մեկնաբանելիք Սաֆարովիի հետ կապված շատ մարդիկ չանհանգստանան, որովհետև նա առաջին գծում շատ հեշտությամբ կընկնի, հնարավոր է հենց ձեր ձեռքով։ Աստվածանի պատերազմ լինի, ես պատերազմի մասին եմ ասում։ Դրամատոն ենք ջուլվելի է։ Ես կուզեմ դրա մասին ավելի շատ ոչ թե խոսենք այդ վրեժի ու իրենց բանելու նախադասության մասին, այլ ավելի կարևոր փաստի մեծերի խոսք կա, չէ՞, որ ջրաղացին ջուր լցնել։ Իրենք մի կացրով մեր ջրաղացի ջուր լցրեցին։ Շատ վատ բան է ստացվել, իհարկե։ Ես մեր հայ մահացողին հավատացեք համարում եմ, որ ես եմ մահացել։ Անիմաց գնաց տեղը, ասենք 7 վախկոտի քայլ է դա, էլի Սաֆարովի բարակը։ Քանի որ այդ ամեն ինչը եղել է եւ Ադրբեջանը նման հիմար ձևով արեց այս ամեն ինչը, չհասկացա, որ այն առաջին իրեն է վնասում եւ օգուտ տալիս մեզ։ Սա մի փոքրիկ կաթիլ ինքը լցրեց մեր ջրաղացին, որը հետագայում շատ մեծ է դառնալու։ Մի քայլ եղավ Ղարաբաղն ու Հայաստանը վերջապես մեր վաղեմի երազանքը միասին ամրացնելու եւ միահայտ պետություն սարքելու։ Ուշ տվեց նա մեզ, որ դրա մենք հիմա իրաց դատապարտելով նաեւ կարող ենք միանգամից կողքից շատ ճիշտ դիվանագիտական քայլ անել եւ բարձրացնել այդ հարցը։ Եվ հետագայում դա դառնա պետություն։ Այսինքն եթե աշխարհի կողմից դա ինչ որ խաղաղարար մի հատ քայլ էր, որ ոչ կոննա, բայց ոչինչ ընդեղ հայրեն ապրում, թող դառնա մի հատ պետություն ինքը ստենց ինքնավար, իրենց նախագահի կողմից արված լկտի քայլը, նայություն կտա ամբողջ աշխարհին, մենք ասենք տեսակ, որ սրանք նույն լկտի բարբարոս սպանող, հետևից խփող անտաշ ազգն են, միշտ նախատել ու ուզեցել են զավթեն, այդ շեշտելով, իրենց մինուսը շեշտելով, կարող ենք առաջարկել նաև մեր ցանկալի կողմերը, որը որ մեր ազգի համար շատ կարևոր է։ Դրա համար եմ ավելի հանգիստ, ոչ թե որ դեպքին թեթև եմ նայում։ Հիմա իր արած քայլը, որ մարդասպան ուղղակի Ես ասում եմ ինչա որ հակառակորդ ազգի ասպանել։ Նա իր ազգի դեմ ճշտամացած շատ պետություններ, նաև Հունգարիային քաղաքականությամբ չեմ զբաղվում, շատ հանգիստ եմ ամեն ինչին նայում, ամենամեծ խնդրեմին շատ թեթև եմ նայում։ Վերջերս մեր ազատագրած հողերի հետ կապված շատ լավ կարևոր ֆիլմ նկարեցիք դոկումենտալ Ղարաբաղի շատ ազատագրված մի կորսականի, Իշխանաձորի, Կարվաճար, Քաշաթաղի նախկին Լաչին։ Մի խոսքով իմ կյանքում առաջի անգամ մեր նախագահի քայլը որ 2-0-ով ողջունեցի շատ իսկական լուրջ երկրի լուրջ պրեզիդենտի քայլ արել ու ընդեղ էլ ես այնց հորդոր խնդրանք այնց տեսակով բան գրեցի միգուցե մի օր իրեն կհասնի որ վերջերս Վրաստանում մի փոքրիկ միջադեպ նկարայից հետ կատարվեց ազերբայջանցիները ջարդեցին մեքենան իրանց մեծ Ուրալ մագնիշի մեքենայով հետ դարձնելով երթևեկելով ջարդեցին մեքենան հետո ամբողջ վրաստական 2-4 պատրուլների հետ եւ 20 քանի ադրբեջանցիներ բոլորի վրա դաջվածքներով ազեր, մայկաներով Eurovision 2012 Ադրբեջան, իմ դեմ կանգնած հոգեբանական նշում, իմ արմագի շփոթեցին ամբողջ մայրուղով մեկ ասացին, это для тебя не Արմենիա, ու քշեցին գնացին, բայց ուզում ասեմ, այսպես փոքրիկ բաներից արդեն հասկանալի դառնում այդ հետագա հարվածները, մի բան էլ ավարտեմ ավելի ճիշտ ու ամենաիրական ուղղությամբ, չնայած դրանով շատ արխային պետք չի ընկնել, մեր երկրին երբեք ոչ մի բան չի լինի, եթե ամբողջ աշխարհը վերանա Հայաստանը լինելու, որովհետեւ ամենահզոր հանրությունն ամեն մեկին կայնած այդ Աստված։ Աստված բոլորիս հետ, շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր զրույց էր։